Ինձ քննչական մարմինը ներգրավեց որպես մեղադրյալ, բայց ես չեմ ընդունել իմ մեղքը, կրկին անգամ պնդում եմ, որ չեմ ստորացրել Տիգրան Տեր-Մարգարյանին եւ քննչական մարմին խնդրել եմ, որ եթե նա իրեն համարում է ստորացված, առերեսում լինի իմ եւ նրա մեջ։ Այս փուլում քանի որ շատ բաների մասին նաեւ չեմ կարող արտահայտվել, սահմանափակումներից ելնելով, միայն կրկին անգամ նշեմ, որ չեմ ընդունում ոչ մի մեղադրանք եւ չեմ ստորացրել եւ ստորացված մարդուն հրավիրում եմ առերեսմանի մեջ եւ կարծում եմ այս գործը պետք է ուժը Չունեմ այդ հարցի պատասխանը, որովհետև նրանց չեմ հարցրել, չգիտեմ էլ ինձ կպատասխանեն, թե չէ նա է իրան ստորացված համարել բողոք է, թե քննչական մարմինը հաղորդագրությունից ստացելով հասկանում ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը այսպես նվաստացնել մարդու արժանապատվությունը, չգիտեմ, վիրավորել եք իրեն Ես այդպես եմ հասկանում կարծես դա ինչ եմ հասկանում Երևի Միրանն է Դուշնին եմ չթափեմ, հետո չասեմ, որ գործողությունը այստեղ իրականացվել տեսեք, տեղի ունեցան վիշակ իրադարձություններ, որոնք որ մեր գնահատման հատվածաբար է բարոյական մարմինը գնահատել Ամեն դեպքում մենք պնդում ենք, որ այս գործողությունները ինչ որ տեղի ունեցել հրապարակային ձևով դրանք որևէ կապ չունեն դրանք իրականացվել են մինչ այդ դրան իրադարձությունների պատճառաբանությամբ եւ կապակցությամբ այն մարդիկ, որոնք որ պնդում էին, որ չգիտեմ, ինչ որ լավ տղա են եւ այլն մինչ այդ գործողությունները չէին նաև հիմնավորել իրենց գործողությունները, հեռախոսային խոսակցություններ են տեղի ունեցել, որոնց վերաբերյալ որևէ գործողություն չի իրականացվել։ Այն ինչ կատարել է պարոն Մանուկյանը այդ գործողությունների ընթացքում երբևիցե չի հրաժարվել գործողությունները կատարելուց, սակայն դրանք խուլիգանական մղումներ, հասարակական կարգախոսներ չեն այդ բոլորը, երբ որ հատվածաբար չլինի ակնհայտ կլինի, որ բարոյական գործողությունները գուցե որևէ բար գոյություն չունի։ Հիմա ունենք իրավիճակ, երբ որ իր կատարած գործողությունները հատվածաբար Դրանք հաստատում են նաև հենց դիմացի գործողությունները, որ ոչ Արթուր Չախոյանի, ոչ Մեսրոպ Մանուկյանի գործողություններում խուլիգանական որևէ գործողություն առկա չի։ Ես չեմ խոսում այն իրավական խնդիրների մասին, թե ոնց ստացվեց, որ այդ գործը հենց այս պահին հարուցվեց եւ այլն, դրանք հետագա քննարկման պատկանել են, բայց առերևույթ այս պահի դրությամբ Մեսրոպ Մանուկյանը ընդունել է իր գործողությունները անոր, որ դրանք պայմանավորված չեն եղել խուլիգանական որևէ շարժառիթ։ Դրանք եղել են ի պատասխան որոշ պատասխանատու հայտարարություն։ Այսքանը կարծում եմ ներկայացնենք, այս պահի դրությամբ որպես մեղադրյալների որոշումը տեղեկատվական տեխնոլոգիաների իրարում է ես հիմա մատ արտահայտություններ անցել եթերում կստացի, որ տեղեկատվական տեխնոլոգիաները իրարելով են խուլիգանություն կատարել։ Ոսկե միայն դրանք այսինքն այստեղ բարձություն կամ այլ գոյություն արկա չի։ Այդ մասով եթե տակ վերջին միտքը, որ պարոն Պողոսյանը ներկայացրեց Կարելի էր նույնիսկ ի վերջո ականատես լինել մեկ այլ իրավիճակի, որ ենթադրենք խուլիգանությունը դիտարկվեր իբրև
շատ ավելի մեծ խմբի կողմից կատարված եւ խմբի մեջ դիտարկվեին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, որովհետեւ տեղեկատվական տեխնոլոգիաների բաղադրիչի ապահովումը տեղի ունենում ԶԼՄ-ների միջոցով։ Իհարկե, եկեք այդ առումով գոնե արձանագրենք, որ այս փուլում, բայց բոլոր դեպքերում դա նշենք, ԶԼՄ-ների մասով նման գնահատական չկա։ Ես կարծում եմ իսկապես խուլիգանությունը ի տարբերություն այլ հանցակազմերից իսկապես շատ հստակ սուբյեկտիվ կողմի դրսևորում պետք է։ Իսկապես սուբյեկտիվ կողմը, այսինքն անձի դիտավորությունը, մեղքի բաղադրիչը պետք է լինի հենց խուլիգանական վարքագծին ուղղված։ Եթե այդպիսին չի, օրինակ դրան նախորդած է լինում մեկ այլ իրադարձություն, օրինակ դրա, այսպես ասած, շրջանակը վերածվում է միջանձնայինի։ Սրանք բոլորը վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով հաստատված, նախադեպերով ամրագրված դիրքորոշումներ են։ Դրան դեպքում Մեսրոպ Մանուկյանի եւ Արտուր Չապլյանի գործողություններում նման վավերապայմանների առկայությունը չկա։ Իհարկե կարող է լինել նաև այն կարծիքը, դրան էլ կարող ենք հարգանքով վերաբերվել, որ սա ամենավաղ շրջանն է գործի եւ այլն, հնարավոր է այս մեր բոլոր ներկայացրած ճշմարտությունները հաստատվեն։ Եթե այդպես լինի, Փավլիցի իսկապես շատ ողջունելի կլինի։ Արդյոք այդպես կլինի թե ոչ, պետք է սպասել։ Բոլոր դեպքերում սա է իրավիճակը, ձեզ շնորհակալություն։ Մեղադրանքները ձեզ եւ պարոն Չախանին հնչում են այն կոնտեքստում, որ դուք լավ իմանալով նախատրամադրվածությունը կամ այսպես ասած հանցավոր ինքնավստահություն ունենալով գնացել եք քաղաքապետարան, լավ իմանալով, որ կրքերը բորբոքված են, քաղաքապետի հետ նախորդ ունեցել եք լարված խոսակցություն եւ այդպիսով սադրել եք այս իրավիճակը եւ հիմա ունենք այն ինչու։ Այսինքն գնահատականը տեղի ինչի համար, որովհետեւ նախ քաղաքապետի հետ ես չեմ խոսել եւ երբ որ նա իմանալով իրան թույլ իր ուսակից ընկերների միջոցով բարի խորհուրդ եմ տվել, բարի խանութի դրսևորում հանդեսել, ասել խելքը դուք քաղաքի ներողություն եւ իրան մեկ օր ժամանակ տրվել է ներողություն խնդրել։ Վարչական շրջանի ղեկավարը, որը զբաղեցնում է պաշտոն, ինչի գիտակցում, ինչ բան ունի արժեքը, թե նաեւ ինչպիսի վարք պետք է դրսևորի հասարակության հանրության առաջ եւ օգտագործում է լեզվի վառապաշար, առնվազն գնահատական դեպք ժողովուրդը դա։ Ինչ մնում է այն մասնին, այդ արիստը տարածել է, որ գալիս է վարչական ինք ունեցել է ժամանակ եւ հնարավորություն ունեցել է ներողություն խնդրելու։ Եվ մյուս կողմից ես ուզում հասկանամ, ինչպես կգնահատեք այն հանգամանքը, որ վարչական շրջանի ղեկավարը իրեն թույլ է տալիս հայոյել եւ սպասում է դրանից հետո իրեն ինչ գուրգուրանք, բարձում սխալ կլինի, եթե նա այդ ակնկալիքը ունեցել է։ Եվ այս պարագայում արդեն բնականաբար իր բառամթերքով, նույն իր բառամթերքով պատասխանը եղել նրանից եւ անկեղծ ասեմ, ես նրան չեմ ստորացրել, եթե նա իրեն ստորացած է զգում, ինչ մեղադրանք որ ինձ են առաջադրել, ես խնդրել եմ, որպեսզի առերեսվենք, հասկանամ ինչու է իրեն ստորացված զգացել նա։ Ձեզ կապակցությամբ շատ կարճ տեսեք ձեր հարցը, ձեր հարցը չէ շատ կարևոր դիտարկմանություն կատարել։ Կոնտեքստով, որ լարված իրավիճակ է եղել քաղաքապետի հետ դուք գնացել եք եւ այլն։ Այ հենց ձեր հարցով դուք երկում եք խուլիգանությունը տեսեք, այդ ձեր հարցով որ իրավիճակը դուք օբյեկտիվորեն ներկայացնում եք, դուք բացառում եք խուլիգանության հանցակազմը։ Այսինքն հանդիսանալով օրենքներով իրադարձությունների հետ կապ չունեցողից ներկայացնում եք, որ անձանց միջև եղել է լարված փոխհարաբերություն։ Եթե այդ գործողությունների պատճառը եղել է լարված փոխհարաբերությունները, որևէ բառականում գործողություն հանրային տպավորությունները հենց այդպեսին եղել ու իրականում մեկուսի չի կարող դրան նախորդել են լարված փոխհարաբերությունը, ինչի արդյունքում տեղի ունեցել այս ակցիան։ Դա խոսում եմ մասին, որ խորհրդություն չի։ Շնորհակալ եմ ձեզ։
կներեք, եկեք, ես մի քիչ քաղաքական ասելիք ունեմ վերջում, եկեք պարման։ Երկու մասի է, եկեք բաժանենք, բուն միջադեպի նախորդած նյութը, թե ինչից է պաշտել, և նյութը քաղաքական է։ Ավականոն նիստի, վերջի նիստի ժամանակ, երբ որ վերել են մեծ տաքսակով չզեկուցվող հարցեր, Պարոն Մանուկյանի հորդորով ես առաջարկեցի, որ այդ հարցերից մեկը դարձնում է զեկույց։ Դա վերաբերում է նույն այդ տխրահռչակ Միլանար 2.5 միլիոնի դոլարի կարգի, հա, էլի տենդերի մասին խոսքը։ Իրանք խուսափեցին, չբերեցին։ Այսինքն շան գլուխը տեղ է կարգված։ Երբ որ մենք ասում ենք ջրահեռացումը նորմալ չի, ասֆալտապատումը նորմալ չի, տրանսպորտի լոկացիան ինչ չեք կարողանում տալ, ասում են, բա մենք մանկապարտեզ չսարքենք, իսկ ինչ են ուզում մանկապարտեզ սարքեն, որ իրանց հետ փոխկապակցված ֆիրմաները այդ են փոխին մեծ փողերով այդ են ցիկերի շնորհարությունները։ Ես կներեք մի փոքր ավելում անեմ, այդ նույն ընկերությունը որ կար, եւս 4 նմանատիպ օբյեկտ ինքը թերի է թողել։ Մասենի այգու բակերը, կոմենտները գայի, Երևանյան լիճը հայտնի, այս մանկապարտեզը եւ մենք խոսում ենք, իրենք սուտը խոսում են, հետո իրանք սուտը հետում։ Մենք խոսում ենք 300 միլիոնը տվել ենք բարից աշխատել մանկապարտեզը։ Ժողովուրդ, պիտի արդեն աշխատել, դրա պատասխանատվությունով ակրու շարունակել։ Լավ, հիմա շարունակելով դա, երբ որ գնում կպտում ես այն կետին, որտեղ երևա կոռուպցիայի մետաստազը, թե իրենք ինչով են զբաղված քաղաքում, ինչն են եկել մեջ արել, քվոտավորել, էս, այդտեղ առաջանում է նյարդ։ Ու եթե իրենք թափանցիկ էին, կոռուպցիայի մեջ խաթարված չէին, թաքցնելու բան չունեին, եթե սենց նախ թողեն զեկուցվել եւ բացի այդտեղ մանկապարտեզի հրապարակելուց հետո ոչ թե քաղաքացիական գես այլ մի անգամ հետքեին, դնեին, բացայր, ցույցային ասեն ձեր ասած տեղատրանքները սինա, անում են, օրինակի համար։ Բայց դա չեն արել, հիմա նախապատվությունը ես որի չէ վերարտապել այսինքն գործ ունեն կոռուպցիոն նյարդին կպնելու հետ։ Իսկ երբ որ շարունակում են արդեն գալիս է այս ամենի քաղաքական մասին, այսօրվա մամուլի հրապարակումները վկայել մի բանի մասին, որ քաղաքացիական պայմանագիրը հանրապետության կողմից ենթարկվում է շանտաժի, որ եթե հանկարծ քաղաքապետին արկադրեք պաշտոնանկության կամ հրաժարականի, մենք դուրս կգանք կոալիցիայից, այդ քաղաքացիական քաղաքացիական պայմանագիրը կանգնած է երկընտրանքի առաջ, կամ գնում է այդ ճանապարհով եւ այդուհանդերձ իրավականից զատ ենթարկվում է նաև քաղաքական պատասխանատվության եւ ազատում է տորմոտի քաղաքապետին, կամ էլ իրենց կոալիցիոն գործընկերոջ կերած գալատները շալակում են իրանց ուսին, որ մնան իշխանության։ Այսինքն դա եւս մեկ անգամ վկայում է ասել, որ Երևան քաղաքում կա հստակ կառավարման ճգնաժամ, գոյություն չունի կայուն մեծամասնություն, իրենք գերի են մեկը մյուսի պայմանավորվածությունների ձեռքին, մեկը մյուսի հետ հարաբերվում է շանտաժի լեզվով եւ երևանցիները բառից ունի իմաստով կրակն են ընկել այդ պաշտոն կիսել չկարողացող, ամեն կերպ պաշտոնին մնացող, սեփական ՍՊԸ-ներին հովանավորչական եղանակով տենդերներ տվող, քաղաքի բյուջեից սնվող, չգիտեմ, էլ ինչ ստորակետ գնելով էլ ինչ կարելի է շարունակել։ Այդ ամենի հետ գործում է, որ որևիցե մեկը այդ ամենը չփորձի տեղավորի զուտ, այս ինչը կարող էր այսպես արտահայտվել, ինչը կարող էր այնպես արտահայտվել, մի բան մի քիչ աղ, մի բան մի քիչ զատ, դրանից խնդրեությունը չի փոխվում։ Երբ որ կպտում են կոռուպցիոն իրենց գործառույթան հասարակից քաղաքի կառավարման ապիկարությանը, իրենց մոտ առաջանում է դմավարկակից, ու սա առաջինը չի։ 23 թվականի նոյեմբերին այդ քաղաքապետերը մի ամբողջ այսպես խմբով ներդրեցին դարի գործում։ Այսինքն երբ հեր ժամանակներ պատասխանատվություն, այսօրվա այս իրավիճակը երևի թե չէ, հա։ Այսինքն այդ դեպքում ուժը իրավիճակը տեղում չկարողանալ իրապետել։ Երբ որ խոսում ես մասների լեզվով իրենք իրապետումը կորցնում են, հարձակում են քաղաքական օպոնենտների վրա, դուք մինչև արդեն ֆիզիկական բռնություն գործարկելու, այս ամեն ինչը խոսում են մասին, որ իրենք իրոք թափված են կոռուպցիայի ու հովանավորության մեջ եւ բ Երևան քաղաքը պետք է օր առաջ ազատել ինչպես ամբողջ հանրապետությունը այս բախտախնդիրների ձեռքից, ովքեր ապօրինությունները, զորբայությունը, բիրտ ուժը, այսպես քննադատելով, դրա դեմ պայքարը շեփորահարելով եկան իշխանության, բայց իրենք շատ ավելի վատն են, քան նրանք ում դեմ որի թե պայքարում են, գումարած հայրենիքի կորուստ։ Այնպես որ այս process-ը թող որևիցե մեկը չկարծի, որ ինչ-որ դա լոկալ դրվագ է։ Սա իշխանական ամբողջ համակարգի դեգրադացիայի իրավիճակը չտիրապետելու եւ, այսպես ասենք, պատահական անցորդ լինելու իրենց ցուցիչն է, որը կարճ ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, երևանցիները շատ արագ այս ամեն ինչի վերջակետում։
դժվար որևէ մեկը չմտածում պատկերացնել, կարծես թե այս մասով նաև համակարգիչներն հավակնորեն դեր օգտագործողներ այլ մասնավորապես հանրապետությունը փոխադրություն գործարքների անորակ կատարված աշխատանքի մասին իրենք շատ ավելի վեր եւ ավելի բարձր բաների մասին Բուչայից ոչ թե վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետն է, այլ Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ ինքնիշխանությունը եւ որ սա դրսից հրահրված սահմանված լուրջ կարող է այդ ամեն ինչի հետ կապ ունենալ Քամիլյան Վագրերը, Հզբոլլահը, Համասը, հա մուսուլման եղբայրները, այդքան չի կարելի երևա կարելի ու եղած փաստը ինչ-որ լեգենդներով, ինչ-որ մտածածի բաներով խոսքել, ասել ինչ-որ մեկներ հա հրահանգել են իրենց մտածած ծառայություններն են հրահանգել Մասիլի քաղաքապետին, որ հարցակվի եւ Չախոյան արտադրի խոսքի, հա, ասենք չի կպինում էլ այդ ամեն ինչի, տրամաբանություն չկա, ընդհանրապես եղած իրավիճակը փորձեն ինչ-որ այլաբանորեն փորձեն բացատրել, իրենց շատ ավելի մեծ վերականգնություն կարիք չկա որևիցե ինչ-որ դավադրությունների տեսության մեջ ընկնել։ Գյումրիում երևաց իրանք իրականում ինչ քաղաքական կշռել են, ուղղակի ավելին իրենք իրենց մոտալու չակերտավոր քաղաքական վախճանը կանխատեսելով ընկել են ջղաձգումների մեջ ու երբ որ կոռուպցիոն դրսևորումով բարձր վեր ես հանում, որ դուք եք, հասկանում են, որ եթե ինչ-որ մի հատ շրանքի չափով հետուել ունեն, առաջիկա ամբողջությունների ընթառաջ դա էլ է մաշվելու գնա, եթե իրենք այսպես շարունակեն։ Դա առանձնապես ոչ մի բան, լուրջ բան չկա դրա։ Գյումրիի հետ կապված Մայր Հայաստանի մասնավորապես ներառում են, որ Մայր Հայաստանը ոչ թե ընտրությունների մասնակցում է, օրինակ քաղաքային իշխանություն դառնալու համար եւ խնդիրները լուծելու համար, այլ որևէ մի ուժին օգնելու, որպեսզի դառնա քաղաքապետ այս դեպքում դառնա Ղուկասյանը։ Դա Մայր Հայաստանը ընտրությունների ցուցակա ճակատագրի արդյունքների վերաբերյալ հայտարարություն արել է մինչև ընտրություն։ Այսինքն մենք այնտեղ բարձ հայտարարել ենք, մեր մինիմալ խնդիրը ԿՊ-ին իշխանազրկելն է։ Հիմա եթե դա ստացվել է ու ԿՊ-ն իշխանազրկվել է, այդ սեփական ցավից, կսկիցից ու մռմուռից իրենց պարտությունը վերլուծելու փոխարեն ընկած փորձում են պիտակավորել ընդդիմադիր դաշտի տարբեր դերակատարներին, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Գյումրին ցույց տվեց, որ ԿՊ-ն անելիք չունի տին մակարդակում։ Բոլորը կենտրոնացել են Գյումրիի վրա, բայց մեկնեք Գյումրիի ընտրությունների արտահայտ ինչ եղավ։ Երբ որ իրենք հարկադրություն գոյություն ունեցող իշխանությունը մանդատները վայրում Բալասանյան դաշտում, Վանաձորում վիճակ էր։ Ընտրված քաղաքապետին տարան բաք հստացրեցին, հիմա մի հատ ԺՊ են դրել են, դեռ քանի տարի է։ Նիկոլ Փաշինյանը իրան ճղում է կառավարության իսկ ժամանակ ասում է, ոնց կարելի է քառակուսի մետրը 100 դրամով փող սեփականաշնորհել։ Ով տենց Վանանի գնալու են հետևից, այդ նիստից հետո Վանաձորի քաղաքապետարանը իրեն 100 դրամով փող է սեփականաշնորհել։ Հասկանում եք։ Այսինքն մենք դիմությունը կապ չունի, չէ՞, ասած։ Բոլոր քարակալից կապ ունի, Մայր Հայաստանը մասնակցում է, չէ։ Այսինքն բոլոր տեղերում իշխանությունը շռնդալից պարտություն է կրում ու որևիցե մեջորի այլ բանով դա բացատրել պետք չի։ Պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մերժում են ԿՊ-ին լոկալ մակարդակներով, իսկ առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ, ինչպես ավականալիստի ժամանակ ասեցի, գալու է Ախուրյանցի անորի վրեժի ժամանակը։ Բոլոր նրանք, ովքեր հույսով թվ են տվել այս իշխանությանը, վրեժ խնդիր են դնելու այդ իշխանությանը այդ կաբինետներից վռնդելով։ Ինչի շատ քիչ ժամանակ է։ Բայց այդուհանդերձ մեկ հարց տամ, այդ ստեղծված իրադրությունը վերլուծելով կամ հայացքելով ինչ-որ զղջման կամ ափսոսանքի, հա, ոչ թե այն մասը, որ դուք բացահայտում եք արել, բացահայտել եք, որ աշխատանքը անորակ եղել, իդեպ Դանիել Լեոնոսյանը ևս նշում է, որ այդ մասով իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու կատարած անորակ աշխատանքի վերաբերյալ, այլ այն, որ օրինակ այդ փոխադարձ հայհոյանքների խնդրեցնելուց հետո կարելի էր այդ ամենը օրինակ իրավական դաշտում լուծել, հացը այլ ոչ թե գնալ օրինակ քաղաքական իրականացնել այդ քաղաքական ակցիան, ինչպես որ եկացին եւ հետո օրինակ ստեղծում են այն իրավիճակը, որը որ եղավ։ Իդեպ նաեւ ասում են, որ եթե Տեր Մարգարյանը չազատվի աշխատանքից, քաղաքապետարանում հնարավոր է հաջող նման իրավիճակում հայտնվել։ Ես դες բանասով քարնա տվել, ես մեն պակին եմ տվել։ Դες տղա չկա ու իրան կարողան մի բան դա։ Շատ արվայի ստորացված իրեն ստորացված զգացող ինչ մեղադրանք որ ինձ է առաջադրվել
հանձնավորության մասին եք եթե խոսում, եթե ինքը թումանատիպ ֆիքս է արտահայտել, տեսնենք պրոցեսն ինչպես է գնահատվում եւ ինքնին ինչպես է զգալու, ստորացված, թե օրինակի համար բողոքի, որպեսզի ինձ մեղադրանք առաջադրեն այդ ամբողջի հետ կապված։ Նա չգիտեմ որ ոնց է պատճառել այդ ամբողջը անկեց պետք է։ Ինչը վերաբերում է թե զրկում եմ թե չէ, տեսեք, Խալիդի աջակցականություն ես հնարավորություն շանս տվել եմ հանրապետություն կուսակցությանը, որպեսզի իր երեսը փրկի։ Ցույց տա, որ ինքը լուծկացել է։ Ցույց տա, որ օրինակի համար բոլորս հասկանանք, որ իրականքի երազանքը եղել է այսպես ասած նախկինների արատավոր բարքերին նմանվելը։ Այսօր հանրապետություն կուսակցությունը ցույց տվեց, որ դեպի Եվրոպա գնալու իրենց մղումների մեջ որքան են իրանք անկել։ Իրանք ցույց տվեցին, որ կեղծա, այսինքն եվրոպական արժեքները իրենց համար զրո արժեք է։ Եվ եթե այսօր իրենք շանտաժով խոսում են Տիգրան Ալթունյանի հետ, բարեցնում Տիգրան Ալթունյանի հետ, բայց կարծում եմ, որ նա կարող է լինի մեծ բեմականացման մի մասին են ամբողջական, քանի որ այս ամբողջ ինքը եղել է կոռուպցիայի բացահայտում։ Եվ կոռուպցիայի բացահայտումը, այսինքն կոռուպցիային են կապել մենք, որս ընդստոցուց է եկել շակերտների մեջ ասած, որովհետև իմ բառերից մարդիկ ստորացված են իրենց զգում, կարող են Ես զղջալու տեղ չունեմ, որովհետև ոչ մի արատավոր արարք թույլ չեմ տվել, ոչ մի արատավոր արարք թույլ չեմ տվել եւ հնարավորություն տվել եմ, որպեսզի նրանք ներողություն խնդրեն եւ զղջան։ Եթե իրենք դա չեն գիտակցել, դա իրենց խնդիրն է։ Եղավ։ Եվ երեք այդ թեմայով քաղաքապետարանում ավականու անդամների հետ հանդիպում եք ունեցել Տիգրան Ալթունյանի գլխավորությամբ ներկա եղել եք։ Ես տեղակել չեմ որտեղ բան է։ Դա եղել է կոալիցիոն ավականների հետ հանդիպում, դրանից առաջ պարոն Մանուկյանի եւ Լեոն Ստեփանյանի հետ մենք երեքով փորձեցինք շատ կարճ հանդիպում ունել եւ հստակ դնել պահանջ քաղաքապետին ազատելու, այդ բանը ասեցին տեղում չի։ Հետո եղավ միշտօգտագործված ինչ-որ նախաձեռնություն հանդիպման, ես պարզ փոխանցել եմ, որ մենք հանդիպել քննարկելու մեջ չունենք, կամ իհարկե հրապարակ բացում, հեռացնել դեպի Եթե ձեր ուժը պատմում է, արեք, եթե չէ, շալակեք նրա արածը եւ բոլորից Սիրելի երևանցիներ, մենք գտնվում ենք Պարսևակ փողոցում Երևանի քննչական կոմիտեի մոտ, այստեղ Մեսրոպ Մանուկյանը ֆերմաների ենթարկվել, ավելի ճիշտ քրեական գործով մասնում է, մեղադրանք առաջադրվել, հիմա նա դուրս է եկել, դիտում եք, նայում եք նրա ճեպազրույցը, այսքանը առայժմ կհանդիպենք, լավ եղեք։